Գալիս էի Մասիվից, վերևից իջնում էի, բոլորը գնում են աշխատանքի, ուրիշ բան չեն անում, 45 րոպե է տևը, որ ես Մասիվից իջնեմ մինչև կենտրոն, այսինքն սաղ գնում են աշխատանքի, ակցիա չկա, բան չկա, ոչ մի բան չկա, մարդիկ գնում են իրաց աշխատանքի, Մասիվից իջնում են, 45 րոպե է տևը, դե հիմա հաշվարկ արեք, որ հանկարծ մի 3 հատ մեքենա 10 արագությամբ Մասիվից իջնեն, ինչա կատարվելու, էդի միանակ Միասնիկյան պողոտա, բայց լքանի հատ ձևի պողոտաներ կա, իսկ վարորդները քանիսն են, ոչ օրենք են խախտելու, քշում եմ ախպեր 10-ի վրա հետում, իմ ավտոն չի հետում առաջ, վերջ, մտածեն թող բոլորը, Պարալիզացնելու եք, վարելով ակցիանը և կոլապսի ենթարկեք ամբողջ քաղաքը։ Իսկ ինչու ոչ, բայց ես խի պետք է զգամ ինձ խաբված, ուրիշը հարստանա, իմ հայն էլ չի հարստանում, ուրիշն է հարստանում, օտար կազմակերպությունը, ուրիշը հարստանա, ես տե հանգիստ ոտից գցեմ ու նայեմ, թե ուրիշը ոնց է բանանում, ուժեղանում, հզորանում, փող աշխատում իմ հաշվին, Yandex-ի պատասխանից, թե սոցիալ-նախարարի պատասխանից է կապված, որ այդ կոլապսի կապված... Ուրեմն ասեմ սենց, ես ուզում եմ հասկանամ Yandex-ն է ստեղ տրանսպորտի ղեկավարը, թե մեր կառավարությունն է ղեկավարը, Yandex-ն է իրանց ղեկավարում, թե իրանք են ղեկավարելու Yandex-ին, ինչի համար եմ շեշտում Yandex-ը, որովհետև Ջիջին էլ է իրանից կախված, այն մյուսն էլ, ինքը որպես հիմնական միանձնյա սենց մեծ կազմակերպություն է, հա շեշտվում է, շեշտը դրվում է Yandex